Երբ ենք մենք մեր խոսքերով աղոթում, երբ որ մենք սովորել ենք եկեղեցու սուրբ հայրերի աղոթքներով աղոթել, երբ է աշակերտը ուսուցիչ դառնում, երբ որ 10 տարի դպրոցում է սովորել, երբ որ համալսարանն է ավարտել, երբ որ ամբողջ այդ գիտությանը տիրապետում է, եւ այն ժամանակ կարող է ինքը գյուտ անել։ Հասկանում եք ես ինչ եմ ասում։ Այո, մենք մեր խոսքերով այն որակյալ աղոթքը կարող ենք անել, երբ որ մենք սովորել ենք նարեկացիով աղոթել, երբ որ մենք շնորհալի ենք սովորել, երբ որ մեր մեջ զարգացել է, զորացել է այդ աղոթքը։ Ահա գալիս մեր սրտից էլ է պորտկում, մի բան դուրս է գալիս։ Այո, դա շատ լավ աղոթք է։ Եվ շատ կարճ աղոթք է, եւ կարճ էլ պետք է լինի, որտեղ մենք նարեկացի չենք, որ 95 տուն աղոթենք եւ մեր միջից հորդի այդ աղոթքը։ Նարեկացին ամբողջ Սուրբ Հոգու հորձանք էր սենց, հորձում էր իր միջից Սուրբ Հոգին, եւ ինքը կարող է անverջ աղոթել։ Իսկ մենք այնքան աղքատիկ ենք, այդ մեր մի բառը, մի բացականչությունը, մի հառաչանքը, մի արտասուքը, դա էլ է արժեքավոր, դա էլ է լավ, շատ ճիշտ է, սա մենք չպետք է մերժենք, քավլիցի։ Բայց մենք պետք է սովորենք աղոթել, մենք պետք է աղոթքի դպրոցն անցնենք, նարեկացիով, շնորհալիով, եկեղեցու սուրբ հայրերի, թե չէ աղանդավորների նման կլինենք։ Աղանդավորները ինչ է, չեն սովորել աղոթել, չգիտեն աղոթելը որն է։ Եկեղեցու սուրբ հայրերի եկեղեցական ավանդության կրողն ու ժառանգորդը չեն։ Հավաքվում են ամեն մեկ իր կենացն ասում է, մեծ խոսքեր են ասում, բայց հոգի չկա։ Եվ այդ առանձնական աղոթքը չպետք է բարձրաձայնվի։ Ընդհանրական չպետք է լինի, ընդհանրական աղոթքը կարգուկանոնով պետք է լինի, ժամագրքով, պատեռաքով, ընդհանրական աղոթքը խիստ կարգուկանոնի համապատասխան պետք է լինի։ Առանձնական աղոթքի ժամանակ մենք կարող ենք մեզ ազատություն տալ եւ պետք է տանք, որտեղ դա հոգու ճիչն է, հոգու կանչն է, դու չես կարող խեղդել այդ կանչը, չէ, պետք էլ չխեղդել։ Ինքը թող անկեղծ լինի, պորտկում լինի, ժայթքում լինի։ Ինչպես նարեկացին ասում է, մի տուր ամպել եւ չանձրևել, երկնել եւ չծնել։ Եթե երկնել ենք, ո՞նց կարող ենք չծնել, բայց պետք է երկնենք, որ նոր ծնենք։ Ուրեմն շատ լավ է առանձնական աղոթքը, հոգին նորոգող աղոթք է, ասում է Սուրբ Գրիգոր Տաթևացին։ Հոգենորոգ աղոթք է առանձնական աղոթքը, բայց այդ առանձնական աղոթքին հասնելու համար մենք պետք է հասունանանք, մենք պետք է աճենք, մենք պետք է զարգանանք, մենք պետք է երկնենք ու ծնենք, այսպես, ամեն։